այնպես լինի, որ բոլորի ես տեսանելի լինեմ, դա։ Տեսեք, նամակը դե ընդունված կարգ է, հա, ու գցեցին կարգի մեջ։ Հիմա զանգահարել եմ, այստեղից ինձ ասում են, որ զանգահարեք քաղաքացիների բողոքների ընդունելության բաժին։ Զանգահարել եմ եւ ասել եմ, որ ուզում եմ կապ հաստատեմ Վահագն Խաչատուրյանի ընդունարանի հետ։ Այստեղ մարդիկ են հավաքված, տեսեք, բավականին մարդիկ կան, ուզում եմ կապ հաստատել եւ ասել, որ սպասում ենք, իջնի միասին գնանք Եռաբլուր, շնորհակալություն Դավոսում, պահանջում ենք պատասխան Եռաբլուրում։ Ասեց հիմա կփորձեմ։ Հետո մի Օթարյան Հերմինե, եթե չեմ սխալվում, հետ զանգարեց մի քանի րոպե հետո, ասում է ղեկավարության հետ քննարկեցինք, եկանք այն եզրակացության, որ մեր ընթացակարգը այդպես չէ, որ նախագահը պիտի իջնի։ Մեր ընթացակարգը այսպիսին է, գրեք ձեր բողոքը եւ մենք կպատասխանենք։ Հիմա հարց եմ ուղում այս ընթացակարգով շարժվողներին։ Դուք հարցրել էիք այդ 5000 տղերքի մայրերին, քույրերին։ Դուք հարցրել էիք անտուն անտեղ թողնված 120,000 արցախահայերին։ Դուք հարցրել էիք անհետ կորածների ծնողներին։ Եվ ընդհանրապես արժանապատիվ հայից դուք հարցրել եք, դա էլ մեր ընթացակարգն է։ Հարցրել եք մեզանից, որ գնում եք շնորհակալություն եք հայտնում։ Նորից եմ ասում, սա ատելության կոչ չէ։ Շնորհակալություն հայտնողը քաղաքական մարմին է։ Սա քաղաքական ակցիա եւ մենք քաղաքական պատասխան ենք իրենից պահանջում։ Ինչ է Նաև բարոյական, այո, Վահագն Խաչատուրյանը անթույլատրելի բարոյականության սահման է անցել, անթույլատրելի։ Եվ հիմա իրենք ասում են, որ իբրև մենք, բնական է, մենք ամեն ասածին չենք տրվի, նամակներ չենք գրի, գնալու ենք Եռաբլուր, Եռաբլուրից մեր կոչն ենք հնչեցնելու համայն հայությանը, ասելու, որ եկել ենք, այստեղ պարազիտ կառույցին նստածին, հազարավոր հարկերով, մեր բոլորիս հարկերով սնվող այս թալանչի իշխանության հաշվին, որ ձեր հաշվին, որ գնում են արտասահմաններ, եկել ենք իրենց անունից ներողություն խնդրելու ձեզ, որովհետև իրենք ի վիճակի չեն ներողություն խնդրելու, իրենք օտարի կոշիկ լիզող են, իրենք ձեր ցավը չգիտեն, իրենք այս տղերքի սխրանքը չգիտեն, իրենք այս տղերքի ճկույթը չարժեն։ Մենք գնալու ենք դրան, որովհետև այս իշխանությունը բացի Ալիևից, Էրդողանից եւ իրենց իշխանության բերածներից որևէ մեկից հայ ժողովրդից, որից սնվում են, ապրում են, այս ճոխ շենքում, որ առաջին անգամ Փաշինյանը մտել էր աչքերը, այսպես ասում էր, տեսեք, բազուկարանը, այստեղ նստած են բոլորի հարկերի հաշվին եւ սա առաջին դեպքն է, ասեմ, այստեղ երբ հավաքվել են նախագահականից որևէ մեկը գոնե իջել է նախկին ժամանակներում, ինչքան էլ որ վատն են եղել, բայց եկել ենք բարոյական, հումանիտար հարցի հետևից, ու դուք մեզ ասում եք բողոք նամակ գրեք, լավ չեք, որքան պնդեցի այդ աղջկան ասելու, ովքեր են այդ որոշում կայացնող հեղինակները, ասեց դա կարևոր չէ։ Ես դիմում եմ եվրոպական կառույցներին, մենք ապրում ենք մի իշխանության ներքո, որտեղ ամեն ինչ հույժ գաղտնի է, բյուջեն թալանում են հույժ գաղտնի, քաղաքացուն պատասխանում են հույժ գաղտնի, երկիրը հանձնում են հույժ գաղտնի, ամեն ինչ այս իշխանությունը հույժ գաղտնի է անում, եւ հիմա դուք գումար եք տրամադրում, որ այս իշխանությունը ընտրություններ կազմակերպի, ինչ որ հիբրիդային պատերազմներից իրեն զերծ պայի։ Նորից եմ ասում, համայնքական ճակատ շարժումն ու կուսակցությունը բոլոր այս տեսակ անթույլատրելի խոսելաձևի, բոլոր սուտ խոսքերի, բոլոր լափումների հետևից գնալու ենք, թույլ չենք տա, դուք այսօր նստեցիք այստեղ, բայց ասում եմ, համայն հայությունը կլսի մեր կոչը, համայն հայությունը կլսի մեր ներողությունը, դուք դրան ընդունակ չեք, որովհետև ձեզ մնաց 4 ամիս։ Բայց եթե իրենք չեն ուզում ժողովրդի հետ առերեսվել, նշանակում է սա պարզ մեսիջ չի, որ իրենք ժողովրդին այլևս չեն ներկայացնում։ Եվ իրենց
Հարգելի Անի ջան, իրենք շատ վաղուց ժողովրդին չեն ներկայացնում։ Հիշում եք, ասում էր Արցախի բանակցային խնդիրը այս հրապարակում այս մարդկանց հետ է քննարկվելու։ Մենք ինչ տեսանք։ Ասեց իմ զրոյական կետից եմ գնում։ Եվ ընդհանրապես իրենք որ հարցում են ժողովրդի հետ հաշվի նստել, որ իրենք անգամ ժողովրդի տված փողն են գաղտնի լափում ժողովրդից։ Ասում են 10,000-ը ինչ կանի, իսկ իրենք միլիոներ են տանում ու չեն ասում, բա որ տանում եք, գոնե մեր հարկերից տանում եք, ինչու եք գնում Ալիևին շնորհակալություն հայտնում, մեր օրակարգը հետևյալն է, առանց մեր պահանջների հետ հաշվի նստելու, այսուհետ թույլ չենք տա որևէ պաշտոնյա դրսում, մեր տղաների սպանողին, մեր եռաբլուրը մեծացնողին շնորհակալություն հայտնի կամ գոհունակություն հայտնի, դուք արեք ձեր առևտուրը, դուք դրեք ձեր կրպաները ադրբեջանական նավթի ու գազի ու բենզինի փողը, դուք Հայաստանի էներգետիկ համակարգի ռուբիլնիկը տվեք իրենց, թույլ չենք տալու հումանիտար հարցերում, դուք այսպես մարդկանց ցավ պատճառեք։ Մոտեցան ծնողները, որ պիտի մոտենային իրենց հետ խոսեն։ Արսեն ջան, մոտեցան ծնողները, չարեցան իշխանության համար եռաբլուր այցելելը արարողակարգի է։ Չէ, արարողակարգչի թատրոն է, դիպուկահարով ես չեմ տեսել, հիմա ցավոք պատերազմներ շատ են, բոլոր երկրներում էլ զոհեր լինում են, բայց այսպիսի ապաշնորություն, որ ծնողների հրելով, կհիշեք, ոնց էին ոստիկանները աչուձախ տանում, այսպիսի անշնորհք ձևով եռաբլուր մտնել, ես չեմ տեսել, չեմ էլ պատկերացնում, թատրոն է, սա իրենց հերթական թատրոնն է, տանեն ծաղիկ դնեն, մեր տղերքը իրենց ծաղկին, իրենց այդ դերասանական խաղին, իրենց դիպուկահարներով եռաբլուր մտնելուն, չեն ասում, մենք չենք ասում դրան, ես ուղակի հիմա ինչի եմ իրան եռաբլուր հրավիրում, ոչ թե որ եռաբլուրում այս իշխանությանը որևէ մեկին սպասող կա, ոչ, մենք եռաբլուր ենք իրեն հրավիրում, ասելու, նայի Մխեյան տիկին Աստղիկի աչքերի մեջ, նայի Արուշանյանի մոր աչքերի մեջ, նայի Տարոնի մոր աչքերի մեջ, նայի Նարեկի մոր աչքերի մեջ, նայի ու գնա Ալիևից շնորհակալություն հայտնի։ Մենք ընդհանրապես դա ենք ուզում անենք, սրանք չեն կարող մեր հասարակության բարոյալքել, չեն կարող նվաստացնել, չեն կարող մեր արժե համակարգը ոտնատակ տալ, եթե մենք հետ այսու չներենք իրենց որևէ խոսք, մենք հրապարակայնացնենք, նաև շնորհակալ եմ ձեզ հարգելի լրագրողներ, որ դուք եք ներկա, նաև ձեր միջոցով ենք սա հրապարակայնացնում, իրենց այդ սուտ ու կեղծիկ, այդ փչան Թոդորոսների խոսքը ժողովրդին նաև այս միջոցով կարողանանք հասցնել, տժում էին 2 օր առաջ, տժում էին, այդ դրանք գնալու ժամանակ ունեք, բա մի հատ իջեք ձեր ժողովրդի, ես այսօր երեկոյան նայում եմ, կներեք թեմայից գուցե շեղվեցի, բայց սա վերաբերում է իշխանության գործելավոճին, 2 շտապօգնության մեքենա, հիվանդին տեղափոխել են Արմենիա բժշկական կենտրոն գիշերը, մեկը ազգությամբ օտար էր, մյուսը հայ անգիտակից վիճակում, Արմենիա բժշկական կենտրոնը չէր ընդունում հիվանդին, մտածելով, որ այդ հիվանդը պիտի գա մուծվի, հետո նոր բժշկական ստուգում իրականացնեն, տեսանյութ կա կարող եք նայել, մենք գիտենք, որ սրանք եկել են այս ազգը քայքայելու, այս պետությունը ոչնչացնելու, իրանց բոլոր գործողությունները դրան են տանում, բայց պետք է թույլ չտանք, Վահագն Խաչատուրյան, քեզ սպասելու ենք եռաբլուրում, նախորոք հայտարարություն տալու ենք եւ քեզ սպասելու ենք եռաբլուրում, կգաս, դու պիտի գաս, դու եթե չգաս, մենք քեզ միտեղ տեսնելու ենք, դու պարտավոր ես հրապարակային ներողություն խնդրել, եթե այդքան էլ ուժ չկա քո մեջ այդ ներողությունը խնդրելու, պահանջելու ենք լքես այս պոստը։ Ալիևից ամեն ինչ ունի այս իշխանությունը, դուք չեք տեսնում, գիրք են ստեղծում իրենց կրծքին, ժպիտ է գալիս իրենց դեմքին, իսկ տեսեք մեր ծնողների հետ ինչպես են վարվում։ Ընդհանրապես սրանք գիտեն օրինակ տիկին Նարինեն անհետ կորածի մայր, ինչպես է քնում, ինչպես է արթնանում, եկեղեցի գնալուց, տիկին Ալան, որ 2 որդի է կորցրել, տիկին Արմինեն, որ խոսում է, անկախ իրենից ասում է չեմ զգում, որ արցունքներս հոսում են,
Դու գիտեք այդ մարդիկ, որ եկեղեցի են գնում, մոմ են վառում, ինչի համար են վառում։ Այո, մենք գիտենք այս իշխանությունը ինչի է գնում այնտեղ։ Իսկ դուք գիտեք Փաշինյանական իշխանությունը այդ մայրերը, որ մտնում են եկեղեցի, ինչ են մրմնջում, ինչ են աղոթում։ Մեր ցավի վրա թույլ չենք տա, որ այս իշխանությունը իրեն պահի լկտի ձևով, անթույլատրելի թույլ չենք տա եւ պահանջում ենք Վահագն Խաչատուրյան, առաջիկայում լսենք քո հրապարակային ներողությունը եւ քեզ հրավիրելու ենք Եռաբլուր։ Եթե դու չգաս, մենք միշտ այս տղաներից խնդրել ենք եւ շնորհակալություն եւ ներողություն։ Մի անգամ էլ կգնանք, երիցս կգնանք առանց վարանելու։ Շնորհակալ եմ ձեզ։ Ներողություն եմ